Եկատերինբուրգում երկու ադրբեջանցիների մահվան շուրջ դիվանագիտական սկանդալը հանգեցրել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 1 տարվա ընթացքում երկրորդ հրապարակային վեճի։ Բաքվում ռուսական Սպուտնիկ գործակալության գրասենյակում ձերբակալել են, ինչպես պնդում են, անվտանգության դաշնային ծառայության երկու գործակալի։ Իշխանությանը մոտ կանգնած ադրբեջանական պարբերականները հայհոյում են ռուսական իշխանությանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մոսկվայում ասում են, որ նման արձագանքը ռուս իրավապահների գործողություններին արդարացված չէ։ Բայց Բաքվի կոշտ արձագանքը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մասշտաբային տեղաշարժերի արդյունք է։ Դեռ մի քանի տարի առաջ նման ողբերգություններն այդպես չէին ազդում երկու երկրների հարաբերությունների վրա, սակայն այժմ Ադրբեջանը դառնում է տարածաշրջանային տերություն, որը վիճարկում է Մոսկվայի գերիշխողները Հարավային Կովկասում, ասում են փորձագետները, եւ Ռուսաստանի հանդեպ հավակնությունները կապում են հենց դրա հետ։ Անցած ուրբաթ Եկատերինբուրգում իրավապահները ձերբակալել են 2001, 2010 և 2011 թվականների սպանություններին մասնակցելու գործով կասկածյալներին։ Ձերբակալության ընթացքում մահացել են Ադրբեջանից գաղթած Զիադին և Հուսեյն Սաֆարովների եղբայրները։ Եվս մի քանի մարդ հոսպիտալացվել է։ Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ Սաֆարովներին ձերբակալման ժամանակ իբրև դաժանաբար սպանել են ուժայինները։ Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել են, որ եղբայրներից մեկը մահացել է սրտի կաթվածից, իսկ երկրորդի մահվան պատճառները ճշտվում են։ Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվում են Ադրբեջանում, Մոսկվայում և Բաքվում փոխադարձաբար արտգործնախարարություններ են կանչվում ռուս և ադրբեջանցի դիվանագետները։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները մտնում են համակարգային սառեցման փուլ, վերջին դիվանագիտական ազդանշանները բացահայտում են ռազմավարական ճեղքվածքի աճ։ Առաջին հայացքից պահպանվում է շփումների պաշտոնական մակարդակը, բայց գործնականում Բաքուն ցուցադրաբար սղոցում է երկկողմ գործակցության ուղիները։ Ինքնաթիռի կործանումը Եկատերինբուրգում Ռուսաստանի Դաշնության ուժայինների կողմից ադրբեջանցիների վերջին խուզարկություններն ու ձերբակալությունները դարձան արտաքին քաղաքական դեմարշի առիթ։ Բաքվում փորձեցին քրեական կառույցների դեմ պայքարը մեկնաբանել որպես Ռուսաստանում ադրբեջանական ներկայությանն ուղղված քսենոֆոբիական գործողություն։ Ադրբեջանը ռուսական անվտանգության ուժերի գործողությունները դիտարկում է ոչ թե որպես ներքին հակաքրեական քայլ, այլ որպես միջամտություն Ռուսաստանի Դաշնությունում իր կլանային և ստվերային շահերին։ Այս արձագանքը ոչ այնքան պաշտպանողական է, որքան քաղաքականապես հաշվարկված։ Դրա հետևում թաքնված է Ռուսաստանի ներքին իրավական գործընթացները որպես պատրվակ օգտագործելու ցանկություն իր արտաքին քաղաքականության փոփոխություններն արդարացնելու համար, շարունակում է Զաքարյանը եւ հավելում. Ադրբեջանն արագորեն շարժվում է դեպի արտաքին քաղաքականության այնպիսի մոդելի, որը կառուցված է Մոսկվայի հետ հարաբերությունների արժեզրկման վրա, ի օգուտ Անկարայի որպես անվտանգության, տնտեսության եւ տարածաշրջանային ճարտարապետության հիմնական գործընկերոջ։ Եվրասիական ինտեգրման բանաձևերը Բաքուն փոխարինում է թյուրքական միասնության հայեցակարգով, որտեղ ինքն իրեն տեսնում է որպես վերազգային նախագծի անբաժանելի մաս եւ ռուսական քաղաքականությանն այլընտրանք։ Ապագայի ուրվագծերն ակնհայտ են։ Բաքուն կշարունակի պահպանել ռազմավարական հեռավորություն, չնայած ձևականորեն դեռևս խուսափում է կտրուկ քայլերից։ Անդրկովկասում իր ազդեցության գործիքների թուլացման ֆոնին Մոսկվան փաստորեն կորցնում է իր հետադարձ կապի լծակները։ Ալիևի հետ երկխոսությունը մտել է փակուղի, խորհրդանշական փոխազդեցություն չկա եւ նախկին դիվանագիտական ուղիները սառեցված են։ Այն հռետորաբանությամբ փոխհատուցելու փորձերն այլևս չեն աշխատում եւ անհրաժեշտ է համակարգային արձագանք։ Առանց Անդրկովկասում արտաքին քաղաքականության ռազմավարական վերանայման Ռուսաստանը ռիսկի է դիմում վերջնականապես իջել տարածաշրջանը Թուրքիային եւ այլ արտաքին խաղացողների։ Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, կարծում է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանը ոչ Եվրասիական տնտեսական միության, ոչ էլ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ չէ, որոնց անդամների վերաբերյալ օգտագործվում է ռազմավարական գործընկեր հասկացությունը։ Միևնույն ժամանակ նման անդամությունը չի պաշտպանում բացահայտ հակառուսական ուղեգծից, նշել է նա։ Ситуация она такова, какова она есть на сегодняшний день. Հայ բնակչությունից Ղարաբաղի մաքրումից հետո Ադրբեջանը դադարել է հաշվի առնել Ռուսաստանի արձագանքը։ Դրանից հետո Ադրբեջանի ղեկավարության մոտ վերացել է Ռուսաստանի հնարավոր բացասական արձագանքին սպասելու, նման գործողությանը Ռուսաստանի միջամտությունից զգուշանալու առիթը։ Ռուսաստանի հետ հատուկ հարաբերությունների անհրաժեշտությունը դադարել է էական լինել։ Ադրբեջանն առանց Լեռնային Ղարաբաղի էլ, ինչպես եւ Ռուսաստանը, պետք է օգուտ քաղեր առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունից։
Խորհրդարանականն ընդգծել է, որ Ռուսաստանում որպես աշխատանքային միգրանտներ աշխատում են մեծ թվով ադրբեջանցիներ, նաև Ռուսաստանի քաղաքացիների մեջ կան մեծ թվով ադրբեջանական ազգությամբ անձինք։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։